Առաջի տպավորությունս այն էր, որ դաշինքի Facebook-յան օգտահաշիվը խակերների կողմից կոտրվել է եւ իրենց անունից նման հայտարարություն է տարածվել։ Ես հուսով եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ դա կհեռացվի։ Խորհրդանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն այսօր պաշտոնապես պատասխանել է «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնության նամակին, որում նրանք խորհրդանի 107 պատգամավորներին օրերս առաջարկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Այդ Գոնջորյան, Լևոն Քոչարյան, Պնդելով, որ Փաշինյանը ոչ միայն չի կատարում խորհրդանի կողմից ընդունված կառավարության ծրագիրը, այլև դրան հակառակ քաղաքականություն է վարում։ Ընդդեմ նախադասություն չկա, որ խոցելի չլինի։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունը ի պատասխան քաղաքացիական նախաձեռնության նամակին ընդունում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքեր կան, սակայն քաղաքական ուժը հիշեցնում է, որ իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Բացի այդ, որպեսզի նախագիծն ընդունվի, անհրաժեշտ է, որ առնվազն 54 պատգամավոր կողմ քվեարկի։ Իսկ դա նշանակում է, որ առանց իշխող ՔՊ-ի պատգամավորների նախաձեռնությունը կտապալվի։ Հետևաբար Հայաստան խմբակցությունն ընդգծում է, որ իշխանական պատգամավորների առնվազն 20 ձայները ստանալու համար անհրաժեշտ է փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական շարժում։ Հաշվի առնելով այս հանգամանքները, ընդդիմադիր խմբակցությունը նշում է, թե պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորի ստորագրությունները իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար, բայց նախապայմաններով։ Եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Բայց իսկ ասեք, սահմանադրության որ կետում է գրած, որ քաղաքացին, որ պիտի պատգամավորին դիմի, իր հետ պետքա բերի նաև 20,000 մարդ կամ 8 ՔՊ-ական պատգամավոր պասիլկայով պարկերի մեջ կապած, շտամպած, ասենք, ձեզ ենք հանձնում ՔՊ-ական 20 պատգամավոր, խնդրում ենք ձեր տնօրինությունը։ Քաղաքացիական նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը նաև հակադարձում է Հայաստան խմբակցությանը, ինչպես է օրինակ ընդդիմադիր ուժը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել։ Ի վերջո այդ նախագծի ընդունման համար էլ պետք է ճիշտ 54 կողմ քվե, այնքան որքան Փաշինյանի իմպիչմենթի համար։ Հիմա ես ուզում եմ իմանամ, օրենքի նախագծի հեղինակները արդյոք խոսել են ՔՊ-ի 20 պատգամավորների հետ, արդյոք իրանք գեներացրել են փողոցում մարդ, որ նախաձեռնել են իրենց պարտականությունից բխող գործող, ես դες բան չեմ լսել։ Քաղաքացիական նախաձեռնության անդամը նաև զարմանում է, ինչու է իրենց նամակին պատասխանել խորհրդարանական Հայաստան խմբակցությունը, երբ իրենք անհատական նամակներ են ուղարկել բոլոր 107 պատգամավորներին։ Ըստ նրա, եթե Հայաստանն իսկապես պատրաստ է իմպիչմենթի գործընթաց սկսել, ապա դա պետք է անի 28 ստորագրությունները դնելով նախագծի տակ։ Այստեղ անվանական բոլոր պատգամավորների անունը գրած է։ Իրենք իրենց 28 ստորագրությունը տվեցին, այդ նախագիծը ներկայացրեցին, բայց չկարողացան անհրաժեշտ 36 ստորագրությունը ապահովել։ Ինչ է լինում։ Ինչ է լինում։ Ոչ մի բան չի լինում։ Բավարարված կլինեք դրանից։ Բավարարված չենք, մենք շարունակում ենք աշխատելը։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունը նաև կասկած է հայտնում, որ Փաշինյանի իմպիչմենթի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը գուցե ուղղված է ոչ թե վարչապետին հեռացնելուն, այլ Հայաստան խմբակցությանը թիրախավորելու համար է։ Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության պատգամավորներին թիրախավորելու մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք անպատասխան չեն կարող մնալ։ Ես ճիշտ ասած ավելի անմիտ ձևակերպում անկեղծ ասած չեմ պատկերացնում։ Դե որտեղ է երևում այդ նամակը կարդալուց ում մոտ է ողջամիտ կասկած ձևավորում, որ դա իրանց թիրախավորելու, եթե իրանք գիտեն, որ նամակի հասցեատերը մենակ իրանք չեն, այլ ազգային ժողովի բոլոր պատգամավորները, որ գիտեն նամակի բովանդակությունը տարբերակված չի Հայաստան խմբակցության պատգամավորներին, այս նամակը բոլորինը նույն տեքստն է, մենակ անուններն է փոխած։ Այսինքն իրանք ինչի են ՔՊ պատգամավորին ուղված նամակը համարում թիրախավորում Հայաստան խմբակցության պատգամավորին։ Ես ճիշտ ասած դրա տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցությունից առայժմ որևէ պատգամավոր չի արձագանքել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքացիական նախաձեռնության առաջարկին։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ-ի 69 պատգամավորներից արձագանքել են ընդամենը 2-ը, ընդ որում նրանցից Արսեն Թորոսյանը պատռել է նամակը։ Հարգելի հայրենակիցներ, իհարկե այս սանձալի այսպես ասած մոտավորապես ասպես ասենք ինչքան կարելի է տկարամիտ լինել, որ սենց բան նախաձեռնեն,
Քաղաքացու օրը նշելու հաջորդ աշխատանքային օրը Արսեն Թորոսյանը պատռել է քաղաքացուց ստացված նամակ առանց կարդալու։ Սրա մեջ խորհուրդ չափազանց մեծ է, էլի։ ԿՊ-ից առայժմ միակ պատգամավորը Թագուհի Ղազարյանն է, որ գրավոր է պատասխանել նամակին։ Ոչ, ինքը ասել է, որ չի միան, շատ խնդրահարույց պատասխանա, որ իր մեջ նաև ենթադրել հանցանքի հատկանիշներ պարունակում։ Իդեպ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցով Արթունեն քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց, թե նախաձեռնությունը ներկայացրել է իր ծրագիրը։ Հարցին, թե ինչ կարծիք ունեն դրա վերաբերյալ, Զուրաբյանը որևէ մեկնաբանություն չտվեց։